Ղանը եւ Ալիևը խոսում են խաղաղության մասին, Պուտինը խոսում են խաղաղության մասին, սովորաբար դա նշանակում է պատերազմ։ Թուրքիայի քաղաքական գործիչների Էրդողանի բառապաշարում խաղաղությունը դա պատերազմ է։ Դրա համար երբ Էրդողանը խոսում է, որ ինքը կուզենա, որ Ադրբեջանն լինի ճարտարապետը, դա փաստորեն, եթե փորձենք սովորական նորմալ բառապաշարով խոսքերով հասկացողությունները ձևավորել, դա կնշանակի, որ Էրդողանը տեսնում է, երբ Հարավային Կովկասի անվտանգության համակարգի ճարտարապետն է Ադրբեջանը։ Հետո ուղղակի պետք է հիշել, որ Ադրբեջանը այսօր անվտանգության հարցերում դա փաստորեն Թուրքիայի մի մասն է, երկու պետություն միազգ եւ այլ, դա նշանակում է, որ Էրդողանը հայտարարել է, որ ինքը ուզում է տեսնել փաստորեն, որ Թուրքիան է ճարտարապետը Հարավային Կովկասի անվտանգության համակարգի։ Թուրքիան ինքն է իրան տեսնում, ոչ թե Ռուսաստանի, Իրանի հետ, բայց միայն Թուրքիան։ Եվ դա հասկանալի է, որտեղ Ռուսաստանը ուկրաինական պատերազմում թուլացել է, Իրանն է թուլացել, իսրայելական պատերազմի հետևանքով եւ ինքը կոչվել է պրոքսի զորությունը տարածաշրջանում, այդ երկու ուժային կենտրոնները թուլացած են եւ Թուրքիայի համար բավականին լավ պայմաններ են ստեղծվել, երբ ինքն է վերցնում իր վրա Հարավային Կովկասի ճարտարապետությունը եւ դա նշանակում է, որ ինքը տեսնում է Հարավային Կովկասը որպես Թուրքիայի աշխարհի մի մաս, Թուրքիայի անվտանգության մի մաս, Օսմանյան կայսրության մի մաս նորից։ Ինքը վերականգնում է եւ մտադիր է վերականգնի Օսմանյան կայսրության ազդեցության ոլորտը, սահմանները ոչ թե միայն Մերձավոր Արևելքում, ոչ թե միայն Եգեյան ծովում, ոչ թե միայն Հյուսիսային Աֆրիկայում, բայց նաեւ Կովկասում։ Եվ դա բնական է, դա այն ռազմական ուղղությունն է, աշխարհաքաղաքական ռազմավարության ուղղությունն է, որ ինքը սկսել է իրականացնել երկրորդ Արցախյան արշավից հետո 2020-23 թվականից հետո։ Այն ժամանակ արդեն ստորագրել է հայտնի դեկլարացիան, Շուշի դեկլարացիան չեմ ուզում Շուշի ասածն ներեցեք, որտեղ ամեն ինչ հստակ ասված էր։ Եվ դա Թուրքիայի կայսրությունը, վերականգնող կայսրությունը քայլ առ քայլ գնում է իր ճանապարհով։ Այսինքն այլ կերպ ասած, դուք համարում եք, որ այդ ձևակերպմամբ Ադրբեջանը որպես Հարավային Կովկասի խաղաղության ճարտարապետ, դուք նկատի ունեք, որ ազդեցության մասին է Հարավային Կովկասում թուրքական ազդեցության մասին է խոսվում։ Ոչ թե ազդեցության ճարտարապետ, то есть ինքը եթե ճարտարապետ է, դա ոչ թե ազդեցության ավելի շատ, հա։ Ինքը արդեն տերն է։ Ավելի շատ։ Ինքը վերցրել է եւ ինքն է ձևավորում ոնց պիտի լուծվեն խնդիրները, անվտանգության խնդիրները Հարավային Կովկասում եւ ոնց պիտի ձևավորվի խաղաղությունը։ Գիտեք, բայց թուրքը ոնց է խաղաղության հասնում։ Հասկանալի։ Շնորհակալություն պատերազմի միջոցով, այսինքն դուք նկատի ունեք։ Սիրիայում տեսել եք ոնց է տեղի ունենում, ոնց է Թուրքիան խաղաղության հասել Սիրիայում ալավիտների նկատմամբ մեծ եղերնի մեթոդներով։ Պետք չէ հորինել ինչ-որ բան կամ սպասել ինչ-որ սպասումներ ունենալ։ Թուրքիան մտնում է տարածաշրջան եւ հասնում է խաղաղության մեծ եղերնի պատերազմի միջոցով, ցեղասպանության միջոցով, ոչ մի բան չի փոխվել։ Օսմանյան կայսրությունը մնացել է Օսմանյան կայսրություն, ուղղակի 21 դարում, թուրքը մնացել է թուրք, ռուսը մնացել է ռուս, հայը մնացել է հայ եւ համոզված եմ կմնա հայ։ Դրա համար ավելի Պրոբլեմ չկա իմ կարծիքով, ավելի շուտ պարզեցվում է վիճակը մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, այդպես ասեմ, Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ։ Մեզ հստակ ասում են ոնց է տեսնում Թուրքիան ապագան։ Պարզապես այստեղ, քանի որ Սիրիան հիշեցիք, մենք հիշում ենք այս անցած շաբաթ ձևակերպումը, որ այլևս Սիրիա անունով երկիր չի լինի։ Սիրիան կմնա բաժանված պետություն։ Հիմա Իսրայելը եւ Թուրքիան իրար մեջ որոշում են, որ հատվածը հարավայինը ում, հյուսիսայինը ում, որտեղ ով ռազմաբազա այո, դուք համաձայն եք դրա հետ, որ ես համաձայն եմ գործողացել է դրան։ Ես տարուից հասնում եմ դրան, այո, Սիրիան չկա, կազմալուծված է։ Եվ դուք գիտեք, հիշում եք, միշտ խոսում եք դրա մասին, ես միշտ ասել եմ, շեշտել եմ ռուս-թուրքական դաշինքի նպատակները ռազմավարական մի տարածաշրջանում տալ հայկական հարցի վերջնական լուծում։ Վերջնական լուծումը նշանակում է Հայաստանը որպես պետություն իրավունք չունի գոյատևել քաղաքական քարտեզի վրա, հայը որպես ազգ, քաղաքակրթություն, մշակույթ եւ այլ պիտի ջնջված լինի հայկական լեռնաշխարհից։
Թուրքիան Ռուսաստանի հետ քայլ առ քայլ տարիների ընթացքում գնում են ճանապարհով։ Սիրիա- Դրա համար այո, Սիրիայում խնդիրը լուծվել է։ Սիրիան կազմալուծվել է եւ նույնը կսպասի Հայաստանին, եթե մենք չանենք աշխատանք, իջե դիմադրենք։ Սիրիան չկարողացավ դրան դիմադրել, ինչպես Այո։ դուք նշեցիք։ Մենք ունենք ժամանակ ու հնարավորություն, հարցնում եմ, դրան դիմադրելու։ Առաջինը մենք պիտի հասկանանք, որ խնդրի դրվածքը այսպես է։ Եվ այստեղ կա մեծ խնդիրներ, որովհետև Հայաստանի իշխանությունները չեն ուզում ընդունել իրականությունը։ Իրանք հորինում են ինչ-որ իրականությունը եւ գտնում են այնտեղ, որտեղ ինք տեսնում են հնարավորություններ խաղաղություն Թուրքիա-Ադրբեջանի հետ։ Չհասկանալով, չուզելով հասկանալ, խորանալով, ինչ է հասկանում խաղաղության տակ Թուրքիան ու Ադրբեջանը, ինչ է հասկանում խաղաղության տակ Ռուսաստանը։ Մենք տեսնում ենք ոնց է խաղաղության հասնում Ռուսաստանը Ուկրաինային մեր աչքերի առջև։ Եվ նույն ճանապարհը, նույն մեթոդները, նույն ոճը, նույն նպատակը դրվում է մեր հարավային Կովկասում։ Ռուսաստանի կայսրությունը, սովետական միությունը հայտարարում է, որ հետսովետական պետությունները պետական ինքնաիշխանություն չունեն։ Դա անհրաժեշտական է, իրանք պետք է լինեն։ Իրանք Ռուսաստանի կայսրության մասը այստեղ խոսելու բան չկա։ Էրդողանը այստեղ հայտարարում է, որ չէ, ներեցեք, պարոն Պուտին, իմ լավ ընկեր, դու այնքան թուլացել ես, որ Կովկասը ես քեզանից փոկում եմ, որովհետև Կովկասն է եղել է Օսմանյան կայսրության մաս երկար դարեր, դու ուղղակի 2 տարի ես եղել կայսրության մեջ։ 2 կայսրություններ եւ կա Իրանի Պարսից կայսրությունը, որը նույն ձևի ունի հիշատակ, հիշողություն, կայսրական եւ նույն ձևի ունի ամբիցիաներ, որը նայում է Հայաստանի հարավային Կովկասին որպես Պարսից կայսրության մի մաս։ Ստեղծվել է մի իրավիճակ, մի անվտանգության միջավայր, որտեղ 3 վերականգնող կայսրություններ հայտարարում են իրաց իրավահաջորդության իրավունքների մասին հարավային Կովկասի եւ Հայաստանի տարածքի վրա։ Եվ որևէ մեկ իրանցիք չեն տեսնում Հայաստանը եւ Հայաստանի հարավային Կովկասի ուրիշ պետություններ որպես առանձին նույն պետություններ, որպես ինքնաիշխան պետություններ։ Իրանք պիտի լինեն նահանգներ։ Կամ կիսված լինեն արևմտյան Հայաստանը մտնում է վիլայատի կարծիքով Թուրքիա, ես մի կողմ մտնում է Իրան, մի կողմը Այդ Իրանի պահներ հետաքրքիր։ Փաստորեն Ռուսաստանը դուք ասում եք այո տեսնում է իր կազմում, Թուրքիան դուք ասում եք որպես Եվ չէ պետք է մոռանալ, որ Իրանն ու ձևի է նայում։ Պետք չի խաբվել։ Իրանն էլ է վերականգնել իր տարածաշրջանային ազդեցությունը եւ Իրանը նույն ձևի աշխատում է եւ գործում է որպես ուժային կենտրոն, որպես կայսրություն։ Ուղղակի Իրանը փոխակերպվել է եւ Իրանը կառուցել է թեոկրատիկ ռեժիմ եւ թեոկրատիկ կայսրություն։ Թուրքիան կառուցել է լիբերալ, հիմա կառուցում է իսլամիստական եւ օսմանյան կայսրություն է ուզում վերականգնեցնել։ Ռուսաստանն է վերականգնում է Ռուսաստանի կայսրությունը, Պյոտր առաջինը սկսած եւ այլ։ Ուղղակի այստեղ պետք է հասկանալ եւ ընդունել իրականությունը։ Այդ բոլոր 3 ուժային կենտրոնները վերականգնող ռևիզիոնիստ կայսրությունները չեն տեսնում Ադրբեջանը, Ռուսաստանը, Հայաստանը որպես ինքնիշխան պետություններ, միայն որպես նահանգներ։ Եվ խոսքը գնում է ոնց են կիսելու եւ ով ալնելու կարճատառապետը, ով է ձևավորելու այս կտորի ապագայի հարաբերությունները։ Եվ այստեղ Էրդողանը հայտարարեց, ելնելով նրանից, որ Իրանը եւ Ռուսաստանը թուլացել է, ես եմ վերցնում, ես եմ ասող հզոր։ Եվ հայկական իշխանությունը, հայկական պետականությունը, հայ ազգը պիտի հասկանա, որ վիճակը այսպես է եւ խայտարակ ձևի դժվար է։ Եվ մեծ սպառնալիքների գոյատևական եւ գոյաբանական սպառնալիքի արժե կանգնած, որտեղ խոսքը գնում է ոչ թե միայն պետության ոչնչացման, մենք հստակ եւ պարզ գիտենք, եթե վերջանում է ոչնչացնում է Հայաստանի Հանրապետությունը, վերջանում է հայ ազգի այս 21 դարում հայ ազգի ներկայությունը հայկական լեռնաշխարհում։ Մենք պիտի մտածենք եւ լրիվ փոխենք մեր մոտեցումը։ Եվ վտանգվում է ինքնությունը։ Վտանգվում է ինքնությունը, մենք պիտի դնենք լուծենք ուրիշ խնդիրներ։